Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, պատրաստվեք մեկ գավաթ սուրճով, զինվեք համբերությամբ, unboxing ենք անելու 2026 թվականի առաջին unboxing-ը, հետաքրքիր զարդեր են լինելու, ինչպես նաև հագուստ, հիգիենայի պրոդուկտներ, խնամքի միջոցներ ու խաղաղ բաներ, մի խոսքով, հիմա միասին սրճում ենք ու անցնում ենք գործի։ Ուզում եմ ձեզ ցույց տալ նաև ինչ եմ պատրաստել, շատ առողջարար ըմպելիք եմ պատրաստել, ուրեմն անելու եմ դետոքս, այստեղ քյարավուզով, լայմով և վարունգով սմուզի եմ պատրաստել, որը ընթացքում կխմեմ տեսանյութը նկարահանելիս։ Իսկ դուք պատրաստ եք, դե գնացինք։ Սիրելիներ, քանի որ իմ կոնտենտը մասնավորապես վերաբերվում է զարդերին, սկսեմ հենց զարդերից, նոր եմ ստացել այս փաթեթները, ինձ էլ է շատ հետաքրքիր, թե ինչ կա ներսում, եկեք նայենք միասին։ Տեսեք ինչ է արել, ուրեմն այսպիսի փաթեթ դուրս եկավ ծրարի մեջից, հետաքրքիր լուծում էր գտել փաթեթավորման։ Այդ ինչ փոքրիկ նվեր է դրել, մի անգամ էլ եմ ես այսպիսի գեղեցիկ նվեր ստացել, եթե հիշում եք, եթե ոչ, հիմա ցույց կտամ։ Այսա, մի անգամ էլ սա էին ինձ դրել, այս փոքրիկ ուշադրությունը, հիմա բայց ամենակարևորը ինձ համար զարդերն է, տեսնենք թե ինչ զարդեր է այստեղ ներսում, տեսնես, ահա այսպես, այս ինչ շքեղություն է այստեղ հիմա տիրելու, հերթական մարգարտա տոպյան է, գեղեցիկ փականով, ինչպես տեսնում եք, շատ ճոխ գեղեցիկ մարգարիտներ են, ինչպես մենք սիրում ենք, եղաշերտ, գեղեցիկ փականով, ինչպես մենք սիրում ենք։ Երկրորդ փաթեթի մեջ էլ պետք է լինի մի վզնոց ու ականջողեր, տեսնենք ամեն բան տեղում է, ոնց որ թե այո, ամեն բան տեղում է։ Սկզբի համար նայենք վզնոցը, հետո ականջողերը կնայենք։ Ու ինչ գեղեցիկ վզնոց է, շատ գեղեցիկ վզնոց է, տեսնում եք խոշոր կենտրոնական էլեմենտը, խոշոր մարգարտե էլեմենտ է, իմիտացիա իհարկե մարգարիտի, ահա այսպիսի անուշիկ չորգեղ վզնոց է։ Ահա եւս մի հիասքանչ վզնոց, ինչպես մենք ենք սիրում, մարգարտե էլեմենտով եւ ականջողերը կլիպսներ են դարձյալ մարգարտե էլեմենտով, այս 3 կտորը մի վաճառողից եմ գնել այս սեթը։ Բացենք հաջորդ փաթեթը, տեսնենք որտեղից է այն հնարավոր բացել։ Եկեք միասին բացենք, այդպես ավելի հետաքրքիր է։ Վինտաժային վզնոց, վաու, ինչպիսի շքեղություն, ինչպիսի գեղեցկություն, կամերայի առջև, այդքան չի փոխանցվում փայլը, ինչպես իրական կյանքում այս ցերկոնների փայլը, վինտաժային փական, ինչպես սիրում ենք բոլորս, 3 շարքով հիասքանչ մարգարտե վզնոց, այս թերթերը վերցնեմ, տեսքը կորում է ամբողջովին։ Ես այս փականները կողքի հատվածում եմ թողնում պարանոցի, այդպես եմ կրում, ինձ այդպես է դուր գալիս։ Սա էլ այսպես, բնականաբար մանիկենի վրա ավելի գեղեցիկ տեսք կունենան այս վզնոցները։ Հիմա տեսեք գուպին ինչպես է հոտոտում թերթերը, ինչ է կատարվում այստեղ։ Նա անմասն չի մնում իմ ոչ մի տեսանյութի ժամանակ, անպայման պետք է գա, ձեզ ողջունի, ասա պրիվետ գուպի, ասա պրիվետ բոլորին, բարև, չես ասում բարև պուճուրիկս, ասա բոլորին, գնա։ 2 շքեղ թևնոցներ, կարդինալ գործվածքով, մեկը արծաթից է, 925 պրոբայով, հիմա ցույց կտամ, պրոբան, ահա այստեղ է, պրոբան, 925, 925 նշված, 19.5 երկարություն ունի, 19.5 սանտիմետր,
Սա մեկ, տեսեք ինչ գեղեցիկ է նայվում։ Իսկ այս մյուսը արդեն ոսկեջրված տարբերակն է։ Այստեղ նշված է 18 կարատ ոսկի է օգտագործված, ոսկեպատված թևնոց է, նույնպես այդ նույն գործվածքի։ Ես օրինակ այս երկու թևնոցները կկրեի միասին ավելի գեղեցիկ է նայվում, կարծում եմ։ Եվ միասին կրելու դեպքում ավելի ճոխ է նայվում, ինձ այսպես է դուր գալի, երբ միասին եմ կրում։ Նույն մոդելի թևնոցները, թույլատրելի է այդպես կրել։ Ուզում եմ ցույց տալ նաև այս մատանին։ Այս մատանին իմ սիրելի բրենդն է, Սարակով ինտրի, ահա ներսում նշված է։ Սարակով, հապավում եմ։ Եվ եթե նկատում եք, մատանին ունի ռեգուլե անելու տեղ, այսինքն յուրաքանչյուր անձ կարող է դարձնել իր մատի չափով։ Եթե նայում ենք ուշադիր, առկա է մեկ կենտրոնական խոշոր էլեմենտ, որի վրա տեղադրված են գույնս գույն փայլիկներ, ծաղիկների տեսքով, մեկ խոշոր էլեմենտ է, նայեք, մեկ խոշոր էլեմենտ է, բայց երբ որ վերևից նայում ես, քեզ թվում է բազմաթիվ քարիկներ են տեղադրված։ Այսպիսի մատանիները ակտուալ են բոլոր գույնի շորերի հետ եւ զարդերի հետ, շատ հեշտ է համադրել։ Նմանատիպ մեկ այլ մատանի ես հիմա եմ կրում իմ մատի վրա, շատ գեղեցիկ է, բոլոր տիպի հագուստների հետ, նայեք, գրեթե նույն չափսի են։ Շատ խորհրդավոր մատանի է, կոլեկցիոնի մատանի է, սերիական համարով, անվանումով, տարեթվով թողարկված, կատալոգի մեջ նշված է իմ մոտ Սարակով ինձի, այս մատանի անվանումը, տարեթիվը, ուղղակի ժամանակի բերումով չեմ բերի, բացեմ, փնտրեմ, գտնեմ, ձեզ ցույց տամ։ Պարզ է, որ տեսակ արդեն բրենդը առկա է, քանի որ բրենդը առկա է, արդեն հասկանալի է, որ այն նույնպես ունի իր սերիական թողարկումը։ Եվ իմիջիայլոց ասեմ ձեզ, որ Սարակով ինձի մատանիները նույն արժեքի են, ինչպես ականջողերը կամ բրոշները, ոչ մի տարբերություն չկա գնային, եւ մեր ժամանակներում շատ քիչ մատանիներ են հասել, շատ քիչ քանակությամբ, որտեղ գիտեք, մատանիները հարվում են, շուտ են շարքից դուրս գալի, մենք ձեռքով խփում ենք այս ու այն կողմ, հնարավոր է քարերի կորուստ լինի։ Եթե բրոշներ, ականջողեր եւ վզնոցներ հաճախ են հանդիպում այս բրենդի Սարակով ինձի երկրորդային շուկայում, հա, այսպես ասեմ, կամ առաջնային թեկուզ, հապա մատանիները ոչ այնքան հաճախ են հանդիպում։ Ահա այսպիսի բաներ։ Դրա համար, եթե ստացվում է հարմար տարբերակ, հարմար գնով, ես անմիջապես գնում եմ։ Ցավոք սրտի, ոչ միշտ է գինը հարմար լինում, որտեղ վաճառողները գիտակցում են, որ մատանիները քիչ են եւ աշխատում են ավելի թանկ գնով վաճառել մատանիները, նույնիսկ բրոշներից եւ վզնոցներից, ականջողերից էլ թանկ։ Ոչ խելամիտ գներով են դնում վաճառքի, այդ իսկ պատճառով մատանիներ այսքան ժամանակ գնել եմ ընդամենը 4 տարբերակ Սարակով ինձի բրենդից։ Եթե մատանին չունի ռեգուլե անելու տեղ, խնդրահարույց են, չափսերը երբեմն չեն համընկնում։ Դրա համար ես այլ բրենդների մատանիներ աշխատում եմ չգնել, միայն Սարակով ինտրին, եթե հարմար գնով կհանդիպի, իհարկե, որովհետև վստահ եմ, որ այդ ընկերության մատանիները ունեն ռեգուլե անելու տեղ։ Եվ բացի այդ ունիկալ հնարավորությունը բրենդային են, կոլեկցիոնի են, մշտապես ունեն իրենց արժեքը, իրենց գինը ուրույն շուկայում։ Անդոյից հերթական պատվեր եմ ստացել, եկեք տեսնենք, թե ինչ կա ներսում։ Ահա թե ինչ, այսպիսի սաներ մազերը հարդարելու համար, այսպիսի սաներ մազերը հարդարելու համար, եւ այս յուղը պրոֆեսիոնալ, որը պաշտպանիչ շերտ է հանդիսանում մազերը հարդարելու ժամանակ, ինչպես նաեւ Olaplex այս դիմակը, որը շատ պրոֆեսիոնալ խնամք է կատարում մազերի համար, այս խոնավացնող ավեն կրեմը ամենօրյա օգտագործման համար եւ այս խնամքի միջոցները մազերի եւ գլխամաշկի համար։ Սրանք հանդիսանում են պրոֆեսիոնալ խնամքի միջոցներ։ La Roche-Posay շամպուն եւս պրոֆեսիոնալ շամպուն Vichyից, որը դելիկատ ձևով խնամում է գլխամաշկը, պրոֆեսիոնալ ձևով։
Իշին Հայաստանում էլ կա, La Roche-Posay-ն նույնպես։ B5-ով հարուստ կրեմ, դեմքի համար նախատեսված, ինչպես նաև գլխամաշկի, մարմնի բոլոր նուրբ հատվածների համար։ La Roche-Posay բրենդն է։ Իսկ սա արդեն Avène-ից ցինկով հարուստ կրեմ է։ Ցինկը նույնպես եզգայուն մաշկի համար է, կարելի է ինչպես փոքրիկներին, այնպես էլ մեծահասակներին։ Ահա այսպես։ Խորհուրդ կտամ միանշանակ օգտվել այս պրոդուկտներից, եթե դուք ունեք եզգայուն մաշկ կամ գլխամաշկ, շատ կարևոր է որակյալ պրոդուկտներից օգտվել։ Սա գովազդ չէ, պարզապես փորձած տարբերակներ են ու արդյունավետ։ Մի քանի հիգիենայի պրոդուկտներ, ատամի մածուկ, 3-ը մեկում, ականջի չոփեր, ահա բամբուկի փայտիկով, շատ եմ սիրում այս տարբերակը, քան որ այստեղ էլ է բամբակից լինում ու շուտ կոտրվում է, դա խիստ վտանգավոր է ականջները մաքրելուց։ Երբեք կոտրվող չոփիկներով ականջի չոփեր չառնեք, որտեղ անմիջապես կարող է ականջի անցքը ընկնել այդ կոտրված գլխիկի հատվածը։ Այսպիսիներ Garnier կաշտան, բաց կաշտան երանգով, իմ մազերը ավելի լավ են ներկում Garnier-ը, քան պալետը, միշտ է այդպես եղել եւ Հայաստանում եւ այստեղ։ Զուգարանակոնքի համար էվկալիպտի անուշ հոտով շարիկներ, լվացքի համար Linor 2 հոտերով, թարմություն պարգևող անուշ հոտեր, սև հագուստի համար նախատեսված հեղուկ, ձմռան ամիսներին դե սև հագուստներ ավելի շատ ենք հագնում մուգ գույների եւ շատ կարեւոր է առանձին օգտագործել սև փոշին կամ հեղուկը, որպեսզի գույները թարմ մնա։ Լվացքի համար կապսուլաներ, 2 հատ 48 կապսուլա, ամանների մեքենայի համար կապսուլաներ, 28 կապսուլա, թեպետ ես միշտ օգտագործում եմ ֆինիշը, բայց այս անգամ չկար եւ սա վերցրեցի, զուգարանի համար դեոդորանտ, խոնավանձառոցիկ, եւս խոնավանձառոցիկներ այս տարբերակով, եւ այսպես ցույց տամ մի քանի բաներ, որոնք այդքան էլ հետաքրքիր չեն, պարզապես գնել եմ այս տրիկոները, որոնք ես հագնում եմ տանը եւ առհասարակ ես ուրիշ բաներ չեմ հագնում, այս թաթի հատվածը փակը ավելի շատ գերադասում եմ այսպիսի տարբերակ ձմռանը, թերմոֆիբ է, այսինքն պահում է ջերմաստիճան, մարմնի ջերմաստիճանը կայուն է մնում եւ շատ պրակտիկ է, միանգամից երկուսն եմ գնել։ Ուզում եմ ցույց տալ եւս այսա, բարձի երեսներ են, 2 հատ են, մի տուփի մեջ երկուսն են, գույնը հաճելի գույն է, ես տան աքսեսուարները եւ առհասարակ հագուստները, եթե նկատել եք, միատոն եմ սիրում։ Սփռոցը արդեն ցույց եմ տվել, գնելու պահից սկսած ես այն ցույց տվեցի, չափսերը 140-ը 275 սանտիմետրի վրա, բացված սեղանին նույնպես լինում է, իսկ փակի դեպքում կարելի է պարզապես ծալել, եզրերը սովորական են, ահա այսպես հնարավոր է ծալել, ոչ մի խնդիր, երկու ձևով էլ կարելի է օգտագործել։ Շատ հարուստ տեսք է հաղորդում միատոն սփռոցը, անկողնային պարագաները միատոն եւ սրբիչները ինտերիերին։ Եթե նայում ենք դիզայներական աշխատանքներ, տեսնում ենք, որ տան բոլոր պարագաները տեքստիլի բացառապես միատոն են։ Եվ դա շատ հեշտ է համարադրել տան մնացած ինտերիերի աքսեսուարների եւ սպասքի հետ։ Այ օրինակ, եթե ես այս ափսեն տեղավորեմ այս սփռոցի վրա, մի քանի անգամ շահեկան կնայվի, քան ծաղկավոր կամ վարդակավոր սփռոցի վրա։ Կարծում եմ դա պարզ է։ Այս բլուզը ցույց տամ, իմ համար չեմ գնել, թեպետ, բայց քանի որ գնել եմ, ցույց տամ։ Ահա, այսպիսի բազիկ բլուզ է, զեղչվել էր 30-ից 15 եվրո էր դարձել, շատ լավ մարկ է։ Ունի
պահեստային կոճակ, այստեղ էլ տեղադրված են տարբեր կոճակներ, դիզայնը հետաքրքիր է մտածված, հատուկ է այդպես արված։ Ամենասովորական բազիկ sweet shot կոճակներով օձիք չկա, դրա համար չեմ կարող համարել պոլո։ Ահա, այսպիսի սովորական, ամենասովորական բազիկ sweet shot-ը, այստեղ նշված է նաև իր մարկան։ Բազային հագուստ կարելի է համարել սա, հարմարավետ է ցանկացած գույնի տաբատի հետ, ինչպես նաև ջինսե տաբատների հետ, ամեն ինչի հետ կարելի է համադրել, նաև բեժ գույնի տաբատների հետ։ Ահա այսպես։ Քանի որ ծավալը մեծ է, միանգամից ցույց տամ կախված տարբերակը, այս կիսամուշտակի, արհեստական կիսամուշտակ է, վինտաժ սթայլով։ Ներկա ժամանակներում շատ նորաձև է վինտաժ սթայլը, թե զարդերի, աքսեսուարների, ինտերիերի բնագավառում, այնպես էլ հագուստի նույնպես շատ մոդայի տներ արտադրում են հագուստներ հենց վինտաժ սթայլով։ Եթե տեսնում եք, օգտագործված է կաշվե տիսմաներ, կոճակների շրջանում նույնպես, ահա, արձակեմ, ավելի լավ կերևա այսպես, գրպանի եզրերին նույնպես, գույնը շատ հաճելի, մուգ, շատ մուգ խակի գույնն է, կանաչ, էկրանի վրա մի փոքր բաց է երևում, ես տեսնում եմ տարբերությունը, շատ հաճելի գույնով, վինտաժային սթայլով կիսամուշտակ, հետևի մասը ամբողջովին ուղիղ է, մեկ էլ չշրջեմ, ոչ մի արտասովոր բան չկա, գինը շատ հաճելի զեղչվել էր, 45 եվրոյից դարձել էր 20, կարծես մի բլուզի գին, ինչու չգնել, H&M-ից եմ գնել, հոյակապ ձմեռային կիսամուշտակ, կարծում եմ, որ ձեզ նույնպես դուր եկավ, մեկնաբանություններում կթողնեք ձեր կարծիքը, մի փոքր անսովոր է կիսամուշտակի համար այս օեաձև վզի բացվածքը, քանի որ սովոր ենք, չէ, օձիքներ ունենան կիսամուշտակները կամ կապիշոն, բայց վինտաժ սթայլ է և դրանով է կայանում նրա առանձնահատկությունը և ես մշտապես կրում եմ շարֆեր, այնպես որ օձիքը էական դեր չի խաղում ինձ համար, որից է նշանակություն չունի, որովհետև շարֆերը բնականաբար ծածկում են, փակում են այս հատվածը։ Սա էլ այսպես, ևս հետաքրքիր աքսեսուարներ, երկու զույգ ձեռնոց, շատ էլեգանտ, ահա այստեղ կա այսպիսի էլեգանտ դետալ է արկա, կարերն են հետաքրքիր ուզորներով զուգցիկավոր, շատ գեղեցիկ ձեռնոցներ է, էլեգանտ, կլասիկ, հարմար է հագնել, քանի որ այստեղ էլաստիկ հատված կա, նուրբ դասական կաշվե ձեռնոցներ, այս մյուսն էլ է կաշվից, ունի գեղեցիկ ասեղնագործած ծաղիկներ, այս հատվածը ավելի լայն է արված, էլաստիկ ոչինչ չունի, բայց հարմար է հագնել, հիմա կհագնեմ, կտեսնեք, քանի որ լայն է այս հատվածը, ահա այսպիսի տեսք ունի այն ձեռքի վրա, փափուկ նուրբ կաշվե երկու զույգ ձեռնոցներ, որոնք կտաքացնեն իմ ձեռքերը այս ձմռանը, ահա այսպես, այս մարգարտե հրաշք բզնոցները ժամանակի սուղության համար չեն տեղադրի մանիկենների վրա, դե պատկերացնում եք, որ մի քանի անգամ ավելի շահեկան կլինեն մանիկենի վրա ցուցադրված, մի ուրիշ անգամ ցույց կտամ ձեզ անպայման այս զարդերը, խոստանում եմ, ուզում եմ, որ բոլորի սրտերում լինի խաղաղություն, հանգստություն, սեր ու միություն, եւ այս փոքրիկ վիդեոների նպատակը հենց դրանում է կայանում, որպեսզի ցրվեք առօրյա հոգսերից ու մի փոքր ռելաքսացիա ունենաք, ռելաքս ապահովող տեսանյութեր են, բաժանորդագրվեք նրանք, ովքեր տեղովս չեն բաժանորդագրվել, մի հապաղեք, առջևում սպասվում են ավելի հետաքրքիր տեսանյութեր, կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ։